Խնդիրը, որ գոյություն ունի այսօր հայ-իրանական կապերի մեջ, դա միմյանց չճանաչելու խնդիրն է, միմյանց հնարավորությունները չգիտեն երկու ժողովուրդները։ Հայկական հետքն է, նաև այսօր վտանգված այդ երկրում։ Դժբախտաբար մարդու անկումը սկսեց այն ժամանակվանից, երբ իմ կարծիքով հեռացավ մշակույթից։ Մշակութային տարը պահպանելու մեջ նաև գեղեցկություն կա ըստիս։ Յուրաքանչյուր իրանահայի այդ հարցը տակ հաստատ կհառաջի։ Պոեզիան ինչ է դարձնելու մարդուն, որ կարդա Ռումիի տողերը։ Չասացի արդյոք, որ չգոհանաս աշխարհի նախշով, զիքո գոհության նկարակերտը միայն ես եմ։ Չասացի արդյոք, որ ծով եմ անհուն և դու ձուկ ես մի, չասացի ցամաք չգնաս քանզի խոր ծովը ես եմ։ Դա Աստված աշխարհը գտնի այդ խաղաղությունը եւ մարդը արդեն կոնֆլիկտները թողած վերադառնա պոեզիա, վերադառնա իրական արժեքներ։ Բարև ձեզ, եթերում մտածենք պոդքասթն է, այսօր մտածելու ենք գրող թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Աբրահամյան, այսօր շատ հետաքրքիր, հարցերի շուրջ պետք է մտածենք, Ռումիից մինչև Նարեկացի, Իրանի մշակութային քարտեզ, որի մեջ անշուշտ մեծ տեղ է զբաղեցնում, հայկական հետքը, այսպես մեծ հարցերի շուրջ ենք զրուցելու, մտածելու։ Սիրով պատրաստ։ Պարոն Աբրահամյան, ով էր, մեծ մտածող, նույնիսկ միստիկ գրող Ռումին, որին այսպես համեմատականներ են անում, որոշ դեպքերում ես համաձայն չեմ մեր Նարեկացու հետ։ Տեսեք, ուրեմն ով էր Ռումին, նախ ասեմ, որ իրանական պոեզիան, դուք գիտեք, շատ ընդարձակ է, այսինքն իսկապես մեծ գրողներ, բանաստեղծներ տվել աշխարհին իրանական գրականությունը, իրանական պոեզիան, այդ գագաթներից մեկը Ռումին է։ Կան, իհարկե նշում են մի 5 գագաթ, Հաֆեզ, Խայամ, Ֆիրդուսի և Սաադի և իհարկե Ռումին։ Ռումին 13-րդ դարում ուրեմն սկսեց ստեղծագործել, շատ վատ ժամանակաշրջան, երբ մոնղոլական հարձակումներ և իհարկե Ռումին ընտանիքը, իր հայրը պարտավոր եղավ, որ Ռումին և ընտանիքին, ամբողջ ընտանիքին տեղափոխել, իրանք Բալխում էին, Բալխը հիմիկ Աֆղանստանում, այն ժամանակ Իրանի տարածքում էր, այնտեղից պարտավոր եղան գնան այն ժամանակվա կայսրությունը, հռոմեական, մտան Կոնիա և այդտեղ սկսեց Ռումի արդեն ստեղծագործությունները։ Ռումին եղել է շատ մեծ իմաստասեր, մինչև դասախոս, ունեցել է բազմաթիվ սաներ, մինչև հանդիպել է մեծ ուսուցիչ Շամսին։ Ամբողջ պատմությունը սկսում է դրանից, երբ Շամսին հանդիպում է, այդ մեծ իմաստուն մարդուն հանդիպում է, ամբողջ իր կյանքը փոխվում է, որովհետև նա ասում է, ինչքան սովորել ես, ինչքան գիտությամբ զբաղվել ես, հերիք է հիմա արդեն պետք է սկսես խորհել, մտածել սրտով, խորհել սրտով, նայել արդեն ուրիշ աչքերով և Ռումի համար նոր աշխարհ է բացվում և ստեղծում է հրաշալի ստեղծագործություններ, ինչպես հետաքրքիր այնքան Ռումին մեծարում էր իր ուսուցչին, որ իր գազելների անունը ոչ թե դրեց Ռումի գազելներ, այլ Շամսի գազելներ և ամբողջ, գիտեք, գազելը երբ վերջանում, անպայման այդ բանաստեղծը նշում է իր անունը, ինչպես Սայաթնովան, բայց ինքը երբեք իր անունը չի նշում, այլ ամբողջ բանաստեղծությունները ավարտվում են Շամսով, իր մեծ ուսուցչով։ Մի խոսքով, թե ով եմ Ռումին, իմ կարծիքով այդ կենսագրությունը իհարկե կարևոր է, բայց այնքան էլ կարևոր չէ մինչև չկարդալ, պետք է պարզապես հատկապես իմ կարծիքով այս դարում, այս խառնաշփոթ իրավիճակում մենք պետք է նորից
պոեզիա կարդանք, պետք է նորից շփվենք պոեզիայի հետ եւ հատկապես իմ կարծիքով արևելյան պոեզիայի հետ եւ հատկապես Ռումիի, Հաֆեզի հետ։ Ես ասեմ նույնը Ռումի հրատարակվել է, որը Զանգակ հրատարակչություն է հրատարակել, նաեւ հրատարակեցի Հաֆեզի գազելները եւ հույսով եմ, որ մի քանի ամսից կհրատարակվի նաեւ Խայյամի քարյակներ, առաջին անգամ բուն պարսկերեն լեզվից առանց միջնորդ լեզվի։ Իսկ Նարեկացու հետ համեմատականների մասին Այո, ոմանք նմանեցնում են համեմատություն անցկացնում են։ Ես այդքան կողմ չեմ այդ համեմատության։ Մենք քիչ առաջ զրուցում ենք, որ Նարեկը ավելի շուտ մարդու մեղքի մասին է խոսում եւ նրան դեպի ապաշխարանք է եւ հրավիրում։ Ռումին այդքան մարդուն մեղավոր չի համարում եւ առհասարակ չի համարում։ Ռումին ծայրից ծայր սիրո բանաստեղծ է։ Խոսում է սիրո հետ։ Նույնիսկ Շամսը, որ ասում են, իր ուսուցիչը սիրո դրսևորում է, Աստված իր համար սեր է։ Այսինքն ամեն ինչ ինքը կա մի բացարձակ ճշմարտություն Ռումի համար եւ դա սեր է։ Ռումին այդքան էլ իհարկե Ռումին խոսում է այդ մեղքերի մասին, ապաշխարանքի մասին, բայց նաև Ռումին ասում է, որ այդ ամբողջը կարելի է ուրեմն ոչ թե ապաշխարել անընդհատ, մեկուսանալ, այլ սիրով գալ դրան։ Այո, սիրով այդ ամեն ինչը ամբողջությամբ տրվել սիրուն, ամբողջությամբ նվիրվել սիրուն եւ այդպիսով կարծում եմ իր կարծիքով շատ ավելի մարդը կատարելագործվի։ Խոսենք հա մեր ժամանակների մարդուց ամեն օր հա մենք լսում ենք մարդը Աստծուց հեռացել է, հա, այս աշխարհաքաղաքական քաոսը նաև վերագրում են նրան, մարդը հեռացել է իրական արժեքներից եւ իրական արժեքներից մեկը նաև պոեզիան է։ Ինչ կարելի է անել, հա, պոեզիայի միջոցով փոխելով մեր իրականությունը, հատկապես նայելով վերջին դեպքերին, հա, կատարվող մեր շուրջ։ Տեսեք, դա իհարկե շատ ցավալի եւ բարդ հարց է։ Դժբախտաբար մարդու անկումը սկսեց այն ժամանակվանից, երբ իմ կարծիքով հեռացավ մշակույթից, հեռացավ պոեզիայից ու գրականությունից։ Մշակույթը իմ կարծիքով այն կամուրջն է, որ մարդուն միացնում է այն կատարելության։ Մշակույթը այն մարդուն վերացնում է կենթանական բնազդներից։ Մենք ինչով ենք տարբերվում կենթանիներից, բացի մեր առօրյա այդ մեր գոյությունը պաշտպանելուց, մարդը տարբերում է կենթանիներից իր մշակույթով։ Ինչքան մենք մշակույթին մոտենում ենք, այդքան մարդեղենում ենք, այսպես ասած, այդքան մարդկային ենք դառնում։ Խոսքը այն մարդու մասին է, որը մենք կարդացել ենք եւ Սուրբ գրքում եւ առհասարակ եւ հրավիրում են, որ լինել այդպես, ինչպես մեր բանաստեղծները։ Իմ կարծիքով միակ միջոցը դա մշակույթը ավելի զարգացնելն է։ Մենք խոսենք մեր երկրի կամ առհասարակ ցանկացած միջավայր, ցանկացած դպրոց, ցանկացած համալսարան, եթե այնտեղ չի տիրում մշակութային միջավայր, դա չի կարող ծառայել իր բուն նպատակին։ Մշակույթը իմ կարծիքով ամեն ինչի հիմքն է եւ մեր անկումը սկսում այնտեղից, երբ մենք հեռանում ենք այդ կարևորագույնից։ Ու իմ կարծիքով ինչ ասեմ, ես ով եմ, որ բան առաջարկեմ, բայց իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պետք է հատուկ ժամանակ տրամադրի, հատուկ ժամանակ մշակույթով զբաղվելուն։ Դա կարող է լինի երաժշտություն, խոսքը լավ երաժշտության մասին է, դա կարող է լինի լավ կինո նայել եւ դա կարող է լինի հատկապես գրականություն եւ պոեզիա։ Պոեզիան ավելի մեծ, իմ կարծիքով մարդու վրա շատ մեծ դերակատարություն ունի։ Պոեզիան այն ամբողջ այդ մարդկային գեղեցիկ փորձը կուտակված մեզ փոխանցում է մի մարդ, որ կոչվում է բանաստեղծ։
Պարոն Աբրահամյան, դուք համայնքային ակտիվ գործիչ եք եղել Իրանի Իսլամական Հանրապետությունում, զբաղվել եք հայապահպան աշխատանքով, խոսենք մի քիչ համայնքի մասին եւ այն կատարվող իրադարձությունների մասին, որը կարող է փոխել իրականությունը եւ հայկական հետքն է, հա, նաեւ այսօր վտանգված այդ երկրում։ Այնքան ցավոտ հարց եք դուք շոշափում, կարծիքով ցանկացած յուրաքանչյուր իրանահայի այդ հարցը տակ հաստատ կհառաջի եւ հետո կշարունակի։ Ես անգամ երբ գնում եմ նոր ճյուղա, դուք եղել եք, երբ նոր ճյուղը, նրանք որ մնացել են, նոր ճյուղայի մարդկանց հետ խոսում ես, երբ խոսում ես այդ գեղեցիկ այդ գողտրի կանկյունի մասին առանց արցունք տապելու չեն կարողանում խոսել այդ թեմայի շուրջ։ Դժբախտաբար իրադարձությունները այնպես առաջ գնացին աշխարհաքաղաքական ի վնաս հայ համայնքների։ Նույնը կատարվում է Սիրիայում, արդեն Լիբանանում, Իրաքում եւ հիմա ոնց որ հերթահասել է Իրանի համայնքին։ Իրանի համայնքը շատ մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն հենց իր համար, մեզ համար, այլ այդ երկրի համար։ Ես հիմա տենց մի քանի տարի առաջ մի գիրք հրատարակեցինք մեր ընկերներով, հետո ես թարգմանեցի նաև հայերենի, հիմա այդ գիրքը չկա, հույսով եմ, որ կվերահրատարակեմ։ Իրանահայության հանրագիտարանը, եւ երբ այդ էջը բացում, այդ գիրքը բացում ես, թերթում ես, ոլորտ չկա, որտեղ իրանահայությունը այդտեղ ռահվիրա չեղածնի, հիմա ասեմ, երաժշտություն, պարարվեստը, որպես արվեստ առաջին անգամ հայերն են կինոն, Օգանեսյանը, թատրոնը, ցանկացած փոփ երաժշտյան արքան Վիգեն Տերտերյանը, որտեղ առաջին անգամ ինքը գիտարա բերում եւ գիտարով նոր ոճ է ներկայացնում, դե մինչեւ այդ ավանդական երաժշտությունը։ Ոսկերչություն, ապրեք, նիստուկացը, Աբբաս Քիարոստամին, որ մեր Ոսկե Ծիրանի կինոփառատոնում էլ ներկայացավ, արդեն իհարկե մահացել է, ելույթի ժամանակ ասաց, որ հայեր ինձ սովորեցրեցին սեղանաթորին նստել, որտեղ մինչեւ այդ ես գորգին էի նստում։ Իրանահայերին սովորեցրեցին դանակ պատարակաղով ուտել, սուրճ խմել։ Առաջին սրճարանները հայերը բացեցին Իրանում։ Լիքը տես բաների մասին կարելի է խոսել։ Եվ այն ժառանգությունը, հսկայական ժառանգությունը, ճարտարապետությունը եւ մշակույթը, որ թողել է Իրանը, այդ հարստությունը։ Այո, ես ամեն ինչ փորձում էի անել մինչև Հայաստան գալը, որ այդ համայնքը, որտեղ քանի տարի, երկար տարիներ դասավանդել եմ նաև հայկական դպրոցներում, ոչ միայն մայրենի էի դասավանդում, այլ կազմակերպում էի սիրողական, այդպես երջախմբեր, պարախմբեր, թատրոնի խմբեր, որպեսզի երեխեքը նաև առնչվեն իրենց ուղղակիորեն, ոչ թե գրքով, այլ ուղղակիորեն շփվեն իրենց մշակույթի հետ։ Դժբախտաբար արտագաղթը ավիրեց այդ երկիրը, ես չեմ ուզում պատճառների մասին խոսել, ամեն մեկը իր պատճառն ունի, սակայն այսօր վտանգված է, խիստ վտանգված է Իրանի համայնքը եւ հենց որ շատերը գիտեք այն մարդիկ, որ ցանկանում են Իրանահայ համայնքը գոյատևի, շարունակի ապրել, շատ գոհ են լինում, երբ Թրամփն է նախագահում կամ հանրապետականները, որովհետև անմիջապես օրինակ Թրամփը արգելել է Իրանից մուտքը դեպի Միացյալ Նահանգներ։ Իսկ հենց որ դեմոկրատներն են գալիս, դռները բացում են եւ մի կազմակերպություն կա, որը կազմակերպումը անվճար հայերին տեղափոխում է Միացյալ Նահանգներ։ Այդ process-ը ընդամենը, այսինքն 3 ամիս է տևում։ Ավստրիա, նրանց տանում են դեպի Ավստրիա եւ նույնիսկ այդ տոմսերը, որ գնում են այդ գումարը վերադարձնում են իրենց Ավստրիայում եւ Ավստրիայից Միացյալ Նահանգներ։ Դե ենթադրում եմ
դա քաղաքական նպատակ ունի, քաղաքական մեկ որ նպատակ այսպեսի բան կա, հա, այսպեսի գաղափար կա, Միջին Արևելքը առանց քրիստոնյաների եւ հայերի սարսափելի սիոնիստական գաղափարախոսություն է եւ երկրորդ այն որ իրանահայությունը լավ աշխատուժ է ցանկացած երկրի համար եւ Միացյալ Նահանգների համար դե բնականաբար շատ մեծ աշխատուժ կարող է հանդիսանալ իրանահայությունը որտեղ իրանահայությունը նաեւ կիրթ են բժիշկներ, ինժեներներ, այսինքն իրանահայությունը հպարտանում է իր մասնագիտացված համայնքը այսինքն բոլորը ձգտում են կամ գիտություն կամ արվեստ կամ մշակույթ եւ այդպեսի համայնքը պատկերացրեք ինչքան կարեւոր նշանակություն ունի ցանկացած երկրի համար որը դժբախտաբար մեծ մասը որոնցից մեծ մասը տեղափոխվում են Միացյալ Նահանգներ լավ կլիներ որ գային Հայաստան գոնե այդ կապը կլիներ Իրանի հետ եւ գոնե կգային Հայաստանը կծաղկացնեին Միացյալ Նահանգների այդ գլենդելը որ ժամանակին եղել է ոչ մի բան այսինքն անապատ այսպես ասեմ գլենդելը այսօր Միացյալ Նահանգներում ինչքան որ նոր ջուղայում հայերը արեց ինչքան որ Թեհրանում հիմա գլենդելում են անում գեղեցկացնում են այդ որ գնում են եւ հիմա ոնց որ ամբողջ միահամուռ ուժերով Միացյալ Նահանգների այդ ծառայում են այդ դրան չեմ իհարկե փնովում չեմ էլ քննադատում ամեն մեկը ասում եմ իր պատճառն ունի իր ոչ մեկին էլ չի կարելի մեղադրել ուղղակի երազանքեր որ երազանքա ցանկություն ա որ շարունակվեր գոյատևել այդ համայնքը այդ գեղեցիկ համայնքը Պարոն Աբրահամյան խոսենք հայ-իրանական մշակութային համագործակցության մասին մենք անկախությունից ի վեր Իրանը մեր բնական դաշնակիցն ու հարևանն է շատ լավ հարաբերություններ ունենք ձևավորված եւ մշակութային առումով բավականին կայացած նաեւ ծրագրեր կային հիմա որոշակի ինչ որ այդ ծրագրերը փոքրացել են կամ այլևս չկան ինչ կասեք այդ համագործակցությունների մասին Գիտեք, նախ առաջին խնդիրը, որ գոյություն ունի այսօր հայ-իրանական կապերի մեջ, դա միմյանց չճանաչելու խնդիրն է, միմյանց հնարավորությունները չգիտեն երկու ժողովուրդները։ Դա շատ մեծ խնդիր է։ Եթե դու չգիտես քո հարևանի, քո դաշնակցի հնարավորությունները, ոնց ես ուզում իր հետ համագործակցել։ Մի քանի տարի առաջ, սրանից 10 տարի առաջ, երբ ես սկսեցի համալսարանում դասավանդել կամ ուսանողներ ունեի, որտեղ ունեմ տենց լեզվի կենտրոն, որտեղ սովորեցնում եմ պարսկերեն լեզու եւ ինչու՞ չէ նաեւ պարսիկներին հայերեն լեզու, հայերեն, ուրեմն երբ խոսում էի այսպեսի հետաքրքիր բան պատմեմ երեխեքին երեխեքիս ասում եմ Իրան, դուք մի հոմանիշ իր հետ ասեք էլի իր մասին ասում Իրան, ասում են անապատ, ասում Իրան, մեկ ասում էր հետամնացություն, ասում Իրան, ասում էր չադրա։ Ես շատ ներվեցի ու հաջորդ օր անմիջապես գնացի այդ ժամանակվա դեսպանի մոտ եւ ասացի ձեր երկրի մասին այսպիսի կարծիք կա եւ պետք է փոխել։ Ինչ անենք, խնդրեցի, որ աջակցի, որպեսզի համարյա անվճար տուրեր դնենք դեպի Իրան, ուսանողները մեկնեն այնտեղ եւ տեսնեն իրականությունը եւ բարեբախտաբար դեսպանը ընդառաջեց եւ ես մի քանի տուրեր կազմակերպեցի դեպի Իրան եւ ապշել էին, դուք եղել եք Իրանում եւ հետագային երբ հասկացա որ դա ոչ միայն դա գրում էին ինձ հիմա ինչ անենք որ մենք ուսանող չենք մենք էլ ենք ուզում Իրանը տեսնենք ու սկսեցի ավելի հաճախակի կազմակերպել իհարկե հիմա բնականաբար անվճար չի մինչև պատերազմ ամիսը 1 այս ոչ թե պատերազմ այս իրավիճակ այս քաղաքական Իրանում ամիսը 1 25 հոգանոց տես տուրեր էի կազմակերպում հույսով եմ ամեն ինչ լավ կլինի եւ այս տուրերը նորից կկազմակերպեմ եւ իսկապես հայերը երբ մտնում են Իրան ապշում են այս
ոնց կարելի է մեր քթի տակ ու մենք չգիտենք, դուք եղել եք, քիչ եղել եք։ Իսկապես Իրանը վայելել եք։ Առաջին անգամ պատկերացնում եմ գնացել եք եւ ոնց եք զարմացել, այդ նոր ջուղան, սպահանը։ Առաջին անգամ վախեցած եմ ճիշտ ասած գնացել, որտեվ այդ իրանական խիստ կանոնների մասին զգուշացնելուց հետո ինչ որ ես ամեն ինչ անում եմ, որ հանկարծակի որևէ սխալ թույլ չտամ, բայց եթե առաջին 2 օրը արդեն աչքդ սովորում է, հա, այդ գլխակապիկներին, չադրաներին, աչքդ սովորում է ընդհանուր, հա, կոլորիտին քաղաքի, հատկապես Թեհրանում, արդեն ամեն ինչ շատ սովորական է դառնում ու այդ մշակութային տարը պահպանելու մեջ նաև գեղեցկություն կա ըստիս։ Այո։ Եվ ուզում եմ ասել, որ մենք նախ պետք է ամեն ինչ անենք, որ իրար ճանաչենք, ավելի շատ իմ կարծիքով շատ ծրագրեր պետք է իրականացվեն, որպես իրար ճանաչենք։ Սակայն եւ հետագային սկսեցի հիմա արդեն սկսել եմ իրանական գրականությունը թարգմանել, Հաֆեզը թարգմանեցի ռումին, հաջորդը Խայամը կլինի եւ այդպես շարունակաբար նաեւ ժամանակակից գրականություն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, որ դա մի կողմն է, բայց դժբախտաբար Իրանը այսօր բազմաթիվ խոչընդոտների առջև է կանգնած հարևան երկրների հետ իր կապերը զարգացնելու համար։ Եվ դա ուղղակիորեն վերաբերում է, այսինքն պատճառը ամերիկյան պատժամիջոցներն են եւ եվրոպական։ Բանկային բաները չեն աշխատում, բանկային համակարգերը միջազգային չեն կարողանում աշխատել, բանկերը չեն կարող որևէ փոխանցում անել, Հայաստանի չեն կարող փոխանցում անել, խոսքը մեծ ծրագրերի մասին։ Դա բազմաթիվ պատժամիջոցները թույլ չեն տալիս, որ այդքան հեշտությամբ ընթանա հայ-իրանական կապերը։ Բայց ասեմ, որ բարեբախտաբար այս վերջին փուլում օրինակի համար բանը շատ լավ է, կասեի, հույսով եմ, որ ինչքան շուտ կավարտվի հյուսիս-հարավի Ագարակ մեղրի այդ հատվածը, որը իրանական ընկերությունն անում եւ շատ բարդ մասն է, որ թունելներ պետք է կառուցվեն եւ կարծում եմ մի քանի թունելներ արդեն կառուցվել են։ Նաեւ մեր մաքսային այդ բանը, մաքսակետը իրանական ընկերությունն է վերանորոգում եւ դա էլի լավ է, որովհետեւ ինձ թվում է սխալ կլիներ Իրանին թողնել Վրաստանը կամ եսիմ Ամերիկան գար մեզ համար Իրան-Հայաստանի միջև մաքսային կետ կառուցել։ Հույս կա, որ դա հետագային մեկ պատուհան լինի, այսինքն եթե միտեղ որևէ տուրիստ կամ որևէ առևտրական ստուգումը հաջորդ տեղել չստուգվի, արդեն մեկ պատուհանի օրենք աշխատի։ Ինչու՞ չէ նաև վիզային ռեժիմը, որ բան եղավ արդեն վերացավ, դա շատ նպաստեց, բայց ես կասեի մեծ մասամբ խնդիրը մեզ համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է Իրանի հետ կապը։ Տեսեք մեր աշխարհագրական դիրքը, տեսեք ինչ դժբախտաբար շատ է, այդքան էլ հաջող չի եւ Իրանը այն ամենակարևոր մեր խողովակն է, որ դեպի Պարսից ծոց, դեպի ավելի շատ դեպի արաբական երկրներ, Դուբայ եւ առհասարակ շփվելու, նաեւ ինչու ոչ Իրան 85 միլիոնանոց երկիր է, մեծ շուկա եւ պատկերացրեք հայկական շուկան այնտեղ ինչպիսի մենք միշտ բողոքում ենք, որ մեր շուկան փոքր է, բայց մենք պետք է իրանական շուկայի հետ շատ աշխատենք։ Իսկ թրիփը չի փոխել իրականությունը։ Հիմա մենք ասում ենք ինչ որ թրիփ պետքա լինի, չգիտեմ, Թրամփի թրիփ, չգիտեմ ինչեր։ Գիտեք ինչ շատ բաներ մեզանից կախված չի։ Ես այնքան հիմա փոխվել է աշխարհը։ Իսկապես եմ ասում, շատ բաներ երևի մենք չէինք էլ ուզի ցանկանա, որ այդպես լինի, բայց այդպես է։ Ես չեմ ուզում, ընդհանրապես շատ վաղուց արդեն չեմ հարցերը քաղաքական տենց բանից հայացքից աչքերով նայում, փորձում եմ, որ ուրիշ սև նայել, բայց շատ բաներ կա, որ անկախ մեզանից է տեղի ունենում։ Մենք չենք, այսինքն մենք հիմա ապրում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում,
բոլոր երկրները, այսօր Իրանի գիտեք առաջնորդը մի ժամանակ ասում էր, այսպեսի հայտնի խոսք ուներ, Միացյալ Նահանգները ոչ մի գալաթ էլ չի կարող անել, դա շատ հայտնի բան էր, բայց արավ, ամեն տեսակ գալաթ էլ արավ, եւ անում է, եւ անելու է, այո, իմ կարծիքով շատ բաները որոշվում, այսինքն մենք չենք կարող միշտ մեր կամքը թելադրենք կամ առաջարկենք ինչ-որ մի բան։ Իրանը եւ մի ժամանակ Իրանում դե երկու տեսակ կարծիք կա։ Մի մասը ասում են, որ Տրամփի ուղին մենք դեմ չենք, մի մարդիկ կան քաղաքական շրջանակներ, որ դեմ են։ Ես չգիտեմ դա ինչա լինելու, բայց հույսով եմ, մեր կապը չի խզվի Իրանի հետ, որովհետև ցանկացած յուրաքանչյուր հայից հարցնես, որ քո այսօրվա ամենակարևոր երկիրը, որ այսօր կա, գոնե անպայման այդ մի քանի երկրի մեջ հաստատ առաջին, երկրորդ կնշի Իրանը։ Իրանը մեզ համար օդի ու ջրի պես իսկապես կարևոր է եւ Իրանի համար մենք շատ կարևոր ենք։ Ես կարծում եմ Իրանն էլ թույլ չի տա, որ այդ Տրամփի ուղին խզի կապը Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը ու Իրանի ամբողջ այդ շրջանառությունները, տարբեր առևտրական եւ այն ասնում է Հայաստանը շատ կարևոր կամուրջ է Իրանի համար։ Իրանը ոչ մի կերպ չի հանդուրժելու, որ փակվի այդ ճանապարհը։ Հույս ունեմ, որ չի լինի։ Ես ընդհանրապես պոզիտիվ մարդ եմ եւ միշտ փորձում եմ մտածել դրական։ Հենց պոզիտիվ մտածելով էլ, մի քիչ խոսենք այն գրականությունից, Ռումիի գազելներից, որը արդեն հայ ընթերցողը ձեր թարգմանությամբ առիթ ունի ընթերցել հայերենով։ Մի քիչ այդ պոեզիայի մասին խոսենք։ Այդ պոեզիան ինչ է դարձնելու մարդուն, որ կարդա Ռումիի տողերը։ Մի փոքրիկ բան կարող եմ կարդալ, որտեղ միջև ես մի բան իմ շատ այն բանաստեղծություններից, որ շատ եմ սիրում։ Այստեղ խոսքը սերն է եւ տեսեք մեկնաբանները ասում են դա սերն է, որը մեկը ասում է Աստված, մեկը ասում է տիեզերք, մեկն էլ ասում է հենց սեր։ Չասացի քեզ, որ չգնաս այնտեղ ծանոթդ ես եմ, այս խաբեական պատրանքում կյանքի աղբյուրը ես եմ, որ 100,000 տարի հեռանաս ինձնից զայրացած ի վերջո կգաս դեպի ինձ, քանզի ավարտդ ես եմ, չասացի արդյոք, որ չգոհանաս աշխարհի նախշով, զի քո գոհության նկարակերտը միայն ես եմ, չասացի արդյոք, որ ծով եմ անհուն եւ դու ձուկ ես մի, չասացի ցամաք չգնաս, քանզի խոր ծովը ես եմ, չասացի հանցավք դեպի որոգայթ, չշտապես քանզի քո սեկ թռիչքի ուժ ու կորովը եւ թևքը ես եմ, չասացի արդյոք քեզ կթալանեն ու կսառեցնեն, չասացի որ քո կրակն ու հուրը եւ ջերմը ես եմ, չասացի անարգ բարքեր քո հոգում կարմատավորեն, թե դու կորցնես ինձ զի բարի բարքի աղբյուրը ես եմ, չասացի չասես արարման գործը որ կողմերից է կանոնավորվում, զի արարիչը առանց կողմ ես եմ, թե լուսամիտ ես իմացիր որն է տուն տանող ճամփան, աստվածային ես, իմացիր, որ քո տանտերը ես եմ։ Հրաշալի խոսքեր եւ այստեղ աստվածային սիրո մասին խոսքը, սկզբի եւ վերջի մասին է խոսքը, շատ հրաշալի խոսքեր են։ Իմ կարծիքով դե Ռումին այդպեսին է եւ գիտեք Ռումին մի հետաքրքիր հատկություն ունի։ Անընդհատ ցանկանում ես կարդալ։ Ռումին շատ իր բանաստեղծությունները գրել է Սամայի ժամանակ։ Ինչ է Սաման։ Սաման պտույտ է, պար, որ ծիսական պար է, դա Ռումի ժամանակ շատ տարածված է եղել, դերվիշները, սուֆիները, այդ իմաստասեր մարդիկ կարող էին ժամերով պտտել։ Այդ պտույտը հատուկ խորհրդանշական էր, դա
մեդիտացիայի նշանակությունն էր, անընդհատ պտույտ ես անում եւ մի ձեռքը դեպի վեր, մի ձեռքը անընդհատ դեպի կատարելություն ես ցկտում։ Հիմա շատ տարածված է Կոնիայում ամեն Թուրքիայում ամեն տարի հավաքվում են այդ սուֆիները եւ կողմնակիցները, նրանք որ սիրում են այդ ծեսը եւ մարդիկ կարող են ժամերով պտտել։ Ռումին դա հատուկ խնջույք էր, սուֆիները հավաքվում էին եւ դափի երաժշտության ներքո սկսում են պտույտ անել։ Ռումի մեծ մասամբ բանաստեղծությունները գրվել են հենց այդժամ, չի գրվել, այն ներշնչվել է եւ իր երբ սկսել արտասանել, իր աշակերտները գրի են առել։ Եվ ուզում եմ ասել, որ դրա համար անընդհատ, ոնց որ հենց այդ պտույտի պես անընդհատ ուզում ես անընդհատ կարդալ։ Իմ կարծիքով պետք է ավելի շատ առնչվել այս պոեզիայի հետ եւ դա նպաստում է, օգնում է ուրիշ կերպ նայել աշխարհին, շատ լրիվ ուրիշ, նոր տեսանկյունից, նոր ձև է տալիս աշխարհին նայելու, ուրիշ ձև ես նայում աշխարհին, երբ Ռումի ես կարդում։ Այո, եւ իհարկե ի տարբերություն Հաֆեզն էլ շատ մեծ բանաստեղծ, Ռումին ավելի համամարտկային արժեքների մասին է խոսում եւ զարմանալի չէ, որ վերջին տվյալներով Ռումի թարգմանություն Ամերիկայում ամենավաճառված գրքերի շարքում է, ել չեմ խոսում այն մասին, իսկ միշտ ասում եմ Սերժ Թանգյանը մեր ռոք երաժիշտի որդու անունը Ռումի է դրել եւ վերջերս մի կլիպ է նկարել հենց Ռումի, իր տղայի հետ է խոսում, բայց նաեւ Ռումիի հետ է խոսում, շատ հետաքրքիր է, pop աստղեր, ինչպես Մադոննան երգել է Ռումի բանաստեղծությունների հիման վրա, նույնիսկ ասմունքել է, կարժի, իմ կարծիքով շատ պետք էր հայ գրականության մեջ բաց է, կարծիքով բացակա է Ռումին եւ պետք էր անպայման հայերը շփվեին։ Եվ ուզում եմ այստեղ անպայման մի կարևոր հանգամանք եւս նշել։ Մենք շատ բախտավոր ենք, որ շփվում ենք մեր հայերեն լեզվով։ Հայերենը թարգմանիչի համար հատկապես եթե պոեզիա է դա եւ արևելյան շատ մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի ես վստահ եմ եւ տեսել եմ եւ համեմատել եմ օրինակ հայկական հայերենով թարգմանված Հաֆեզ Ռումին անգլերեն թարգմանության հետ։ Լրիվ տարբեր բաներ են, ոչ թե նրա համար, որ ես եմ թարգմանիչը, այլ նաեւ նրա համար, որ հայերենը իսկապես ոսկեղենիկ է եւ ոսկեղենիկ լեզու է եւ տալիս է մեծ հնարավորություն թարգմանիչին։ Դրանից բացի մենք ունենք աշուղական դպրոց, ուսանական դպրոց, մեզ համար խորտ չի այս։ Եվ մշակութային այդ նմանությունը ստեղծում է, հա, բարակ թող է, որպեսզի կարողանանք շատ ավելի գեղեցիկ թարգմանել։ Այո, նույնիսկ Սայաթ Նովան, որ շատ լավ տիրապետում էր պարսկերենի, շատ լավ Հաֆեզ է իմացել եւ գազելի այդ ձևը հենց ազդված Հաֆեզից, ուրեմն ներմուծել է հայ գրականություն, հայ պոեզիայի իրականություն։ Դե Եղիշե Չարենցի տաղարանը ծայրից ծայր արևելյան ոգով ներշնչված, չեմ խոսում Հովհաննես Շիրազի մասին, որ այնքան էր սիրում, ոմանք ասում են, որ Շիրազ քաղաքն է սիրել, բայց ոչ, ինքը, որտեղ ես իր որդու հետ շուտ խոսում էի, ուղղակի պաշտում էր Հաֆեզին եւ մական բանտի, այսինքն փոխեց իր գրական անունը, կեղծ անունը ուրեմն Հովհաննես Կարապետյան դարձրեց Հովհաննես Շիրազ։ Ես հետաքրքիր բան ձեզ ասեմ, որ Շիրազը նաև քաղաք է, շատ գեղեցիկ քաղաք է։ Եղել եք Շիրազ։ Չեմ հասցրել, բայց շատ էի ուզում Շիրազ լինել։ Եվ առիթ է եղել, որ ես Շիրազ անունով տղաներին Շիրազ քաղաք եմ տարել եւ շատ էին զարմացել, հատկապես իրանցիները, որ այսքան Շիրազ կա Հայաստանում Շիրազ անունով տղաներ։ Այո, այնքան ընդհանրությունները շատ են, որ ինձ թվում է մենք շատ լավ հենք ունենք ավելի ընդարձակելու այդ համագործակցությունը, պարզապես մենք ինքներս էլ չգիտենք ինչպիսի ընդհանրություններ ունենք եւ ինչպիսի համագործակցության հնարավորություններ գոյություն ունի
Պետք է նախ ճանաչենք այդ հնարավորությունները, այդ բոլոր այդ ընդհանրությունները պետք է շատ լավ ճանաչենք եւ դրանց հիման վրա երկու ժողովուրդների այդ համագործակցությունը ավելի զարգացնի։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան հետաքրքիր զրույցի համար։ Այսօր մենք մտածեցինք հայ-իրանական մշակութային առնչությունների համագործակցության մասին։ Դա Աստված աշխարհը գտնի այդ խաղաղությունը եւ մարդը արդեն կոնֆլիկտները թողած վերադառնա պոեզիա, վերադառնա իրական արժեքներ։ Ես էլ եմ շնորհակալ, դուք շատ լավ ժպիտ ունեք եւ շատ դրական էներգիա եւ կարծում եմ դա նպաստեց, որպեսզի ավելի առողջ մտածենք։ Եթերում մտածենք ոդկասթն է, մենք մտածեցինք գրող թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի հետ։